Ցավոք սրտի, մեր հայկական մտածելակերպի մեջ չգիտես ինչու ամոթ է համարվում խոսել սեռական օրգանի մասին։ Սրտի մասին, թոքի մասին, բոլոր լյարդի մասին նա բացահայտ կխոսի, բոլորի մոտ կխոսի, թե բժշկի մոտ կդիմի, երբ որ անհանգստացնում է, ճնշումը բարձր է եւ այլն։ Բայց հենց որ բանը հասնում է սեռական օրգանի անբավարարությանը, նա չգիտես ինչի խուսափում է նախ եւ առաջ բժշկից, առաջինը բժշկին պետք է, նրա բարեկամը տվյալ դեպքում առաջինը բժիշկը պետք է լինի։ Նա բժշկին չի գնում, գտնում է մի մոտիկի, ընկեր կլնի, թե հարևան կլնի, թե բարեկամ կլնի, կարևոր չի, բժշկությունից հեռու մեկին սիրտը բացում է, էլի ասում է, որ ինչի ինչ որ էր։ Դե հիմա արի։ Խորհուրդը կստանա ինչ որ չափով, ինչ որ ձևի։ Եվ բաց կթողնվի ցավոք սրտի այն ժամանակահատվածը, որ եթե նա ժամանակին, երբ սկսվում է սեռական թուլությունը, սեռական ցանկության բացակայությունը, սեռական ակտի անբավարարությունը, կամ էլ չեմ ասում անպտղությունը, երբ որ արդեն անպտուղ է, երբ որ արդեն կինը, տղամարդը, ընտանիքը ուզում է երեխա ունենալ, արդեն գնում են բժշկի միասին ձեռք-ձեռքի բռնած։ Բայց երբ որ միայն տղամարդու մոտ է դա սկսվում, իսկ ցավոք սրտի դա սկսվում է եւ ցավոք սրտի բավականին վաղ ճիշտը պետք է խոսենք, 35 տարեկանից արդեն սեռական հորմոնը տեստոստերոնը 1-2%-ով տարեկան պակասում է։ Եթե հասնենք 50 տարեկան պակասելով 1-2%, 50 տարեկանում արդեն բավականին պակաս է։